Բարի լույս, մենք այս պահին արտակը ինչի աներ։ Մեր արտակի ահազանգի հետքերով եկել ենք Էջմիածնի գյուղեր, որտեղ երեք փաստորեն թաղել էին Արևաշատի դաշտերում երեք հայտնաբերվել է զինվորական մեծաքանակ համազգեստ, մեծաքանակ չօգտագործած համազգեստ եւ իրեր, որոնք զինվորական ծառայության մեջ են օգտագործում եւ մենք ինչպես տեսնում եք բլոգեր Արմենի հետ մենք եկել ենք այդ տարածք որպեսզի հասկանանք նախ այս ինչ հող է եւ ուր է անհետացել գիշերը այստեղ լցված զինվորական համազգեստը Արտակ ջան մենք հիմա փաստորեն մի հատ ռազմական ոստիկանության աշխատողներին նորից կանչեք պնդում էին որ սա զինվորական չի մի հատ կանչեք թող գան Երեք դուք այստեղ ձեր հողի գլխին հայտնաբերել եք մեծ քանակով զինվորական համազգեստ։ Այդ պայուսակները որ կան, հազարավոր այս պայուսակներից եղել է, հազարավոր ամբողջովին նոր։ Այս պայուսակներից հազարավոր այսենց ու ամբողջովին նոր։ Ենթադրվում է, որ սրանք պատերազմի օրերին դրսից ուղարկված, օգնություն ա եղել, որը տեղ չի հասել։ Այն արկոգելերը ամեն ինչ են, արկոգելերն ամբողջովին նոր ու ոչ մի օգտագործած ապրանք չի եղել։ Հիմա երեք ձեր ահազանգից հետո փաստորեն եկել են գիշերը էքսկավատորով թաղել են, ահա, խնդրեմ։ Որ պատրոնները, մագազինները վրան են դնում, նայեք։ Դա այնա որ զինվորը Էսի որ կարա, չգիտեմ ինչի համար է, ամենայն դեպս։ Զինվորական է։ Հիմա զինվորականը կարա զինվորականի գույն լինի, բայց ամենայն դեպս ինչ-որ փրկարարական ինչ-որ բաներ է։ Իրեր են, Երեք ֆիքսատորներ կար, որ պարանոցին հագցնում են, որ վիզը ջարդված ժամանակ որ պարանոցին դնում են, ֆիքսատորները։ Ու էդ էլ էլի մի 100-ավոր փրկարարական։ Բա հիմա ռազմական ոստիկանության աշխատողը ո՞նց է պնդում, որ սրանք բանակետ կապ չունեցող իրեր են։ Խնդրեմ, Կարմիր խաչի Չէ, ուղղակի ինքը ասում է ոչ թե բանակետ կապ չունի։ Ասում է բանակի գնումների իրերի չի։ Բանակի գույների հետ կապ չունի։ Բայց կներեք, ինքը հենց վստահ պնդում էր անում, որ Սա որ օգնություն է եկել հաստատ Հայաստան։ Այսօր կոնսերվաներն են։ Հա, սա եկել է Հայաստան։ Էլի Կարմիր խաչի։ Ահա, ես արդեն պիտակները պոկել եմ համազգեստների։ Կոնսերվայի համար մեր գեներալներին էին Դատում։ Ոչնչացնում։ Հա, ստորացնում էին գեներալ Մահամբել Գրիգորյանին։ Զինվորին որ կարար ծառայեր այս համազգեստը վերել թափել են ստեղ։ Մի հատ կանչեք էլի ռազմականի աշխատողին, ոնց որ ինքը հակված չի ընդունելու, որ սրանք զինվորական համազգեստ։ Ահա։ Խոր կտամ մեր բնակիչներին գյուղի Արևաշատի ժողովրդին։ Անկեղծ ասած, ինքը հողոտ է։ Հա։ Խնդրում եմ սաղը տարեք։ Գան տանեն օգտագործեն, չօգտագործված տեսեք, ահա, չօգտագործված իրեր են։ Չօգտագործած թազա է։ Թող գան տանեն։ Տրակտորով արել են հողոտվել է։ Ափսոսա նայեք։ Փաստորեն տեսեք, հավիրքեն։ Թափ թազա է, արեք տարեք օգտագործեք ժողովուրդ ջան։ Խնդրեմ, սրանք տեսնում եք ձեր աչքով, թարմ հողա, որը երեք գիշերը թաղել են, հորել են, թաղել են։ Ահա, մարդիկ տանում են, ճիշտ են անում։ Ճիշտ են անում, Արտակի տեսանյութից։ Ռազմական ոստիկանության հարգելի ծառայող, որ խնդրենք կմոտենաք մեզ։ Իսկ կարող է հենց իրանք են թաղել ես ապրանքն հենց շատ վստահապաշտպանում էլի թաղողներին, թափողներին։ Ասում ինքը մեր Հայաստանի Հա, բայց այդ չի նշանակում, որ ինքը բանակետ կապ չունի, հա, զինվորական գնումներից չի, բայց ինքը բանակին ուղարկված ալկոգել է։ Հա, որոնք ժամկետ անցել է եւ ստիպված պիտի թաղեին, թաքցնելու այս հանցագործության հետքերը։ Կներեք, մի հատ նախ բնակիչների հետ խոսենք։ Խնդրեմ, սա հաջորդ կույտն է։ Փաստորեն այս ամբողջ տարածքում սենց գիշերը գախտագողի եկել են էքսկավատորով թաղելու, հետքերը թաքցնելու, տեղ չհասած օգնության։ Ռազմական ոստիկանության ծառայողներն ասում են, որ սա բանակի հետ կապ չունի, բայց մի ճշգրտում, բանակի հետ կապ չունի, որտեղ բանակի գնումների ապրանքի տեսակից չի, ճիշտ եմ հասկանում։ Գուցե դուք Իսկ ինչի իրավապահներն այստեղ չեն, օրինակ ոստիկանությունից մարդ չկա, երեք է ահազանգել։ Դուք ահազանգի հետքերով եկել եք, որտեղ նշվել է տեսանյութում, որ ռազմական ներողություն, որ զինվորական համազգեստ է, ճիշտ եմ հասկանում։ Խնդրեմ, այդ ամբողջ համազգեստը այստեղ թաղել են երեք
Արտակի ահազանգից հետո ես ձեզ ցույց տամ կադրերով նաև ալկոգելը խնդրեմ կարմիր խաչի չգիտեմ սա կարմիր խաչինն է թե ոչ այո Արմենիա ես նաև պիտակներ եմ այստեղ որոշակի առանձնացրել նշենք որ ընդամենը 10 ժամվա մեջ փորձել են թաքցնել հետքերը եւ կարելի ասել վստահ որ սա օգնություն է որը տեղ չի ասել տեսնում եք կադրերում նայ սննդի հոտ է այստեղից գալիս դուք տեսաք նաեւ խնդրեմ կադրերում երևում է որ այստեղ նաեւ նշումներ կան հիշեցնեմ ձեզ որ խայտարակ նվաստացուցիչ ստորացուցիչ տեսաներով գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալեցին Սկսեցին աղմուկ բարձրացնել, թե բանակի սնունդը տեղ չի հասցրել, բանակի սնունդը գողացել է։ Հիմա ով է գողացել, ով է լկտի աբար թաքցրել դրսից ուղարկված օգնությունը, ով տեղ չի հասցրել տղերքին ուղարկված այս տակ համազգեստը, ահա։ Իրավապահները տեղում չեն, թքած ունեն։ Ահա, գյուղացիներն էլ հիմա հասկացել են, որ այստեղ մարդիկ կան հավաքված, մոտեցել են, հետաքրքրվում են եւ փաստորեն որոշ բաներ տանում են իրենց հետ։ Եվ ճիշտ են անում, որովհետեւ ափսոս են այս ապրանքներ։ Խնդրեմ էքսկավատորի թարմ հետքերը, որ գիշերը թաքուն եկել են թաղելու, որպեսզի թաքցնեն այս ծանր, կեղտոտ եւ զազելի հանցագործության հետքերը։ Ահա օգնություն, որը տեղ չի հասել, խնդրեմ ես, ձեզ էքսկավատորի հետքերը, այս ամբողջ տարածքում երեք թափված եղել այդ օգնության հագուստը, համազգեստը, խնդրեմ ռազմական ոստիկանության աշխատողներն են, ինչպես տեսնում եք ոստիկաններ չկան, որտեղ այստեղ միտինգ չկա, նրանք սովորաբար վազում են միտինգների վայրեր։ Ահա ժողովուրդը լցվել է եւ Սա հաջորդ տարածքն է, որտեղ թաղել են օգնության իրերը։ Մենք օգնության իրեր ենք ասում, որովհետև նախ կարմիր խաչի նշաններն են այստեղ, երկրորդը հակագազ ենք հայտնաբերել, ինչ որ կամուֆլյաժով հագուստներ։ Դուք այստեղի բնակիչներ եք, ներեցեք։ Չէ։ Տեսնում եք, մարդիկ ողոքում են, ասում են թող տան ժողովրդին, խնդրեմ, էլի թարմ հետքեր է էքսկավատորի։ Դուք եք այստեղի բնակիչ։ Իսկ զարմացած եք այն ինչ որ տեսնում եք։ Բա Մանվել Գրիգորյանին հիշում եք ինչ խայտարակ ձևով տանում էին դատելու եւ ստորացնում էին բանակի հեղինակության վրա ստվեր էին գցում թե բա տեսեք տուշոնկաները տեղ չի ասեք եք միասին մոտենանք տեսեք ինչքան տուշ Այո Ինչ Գրիգորյանը մեր հայ գեներալն է ոչ մեկ շկրվի բանա Դե տեսեք հիմա ոնց են թաքցրել բանակին ուղարկված իրերը Տեղ չեն հասցրել այսինքն իրենք թերացել են իրենց պարտականությունների մեջ հայրիկ Չգիտեմ Միգուցե զանգեք Փարաքյարի գյուղապետին եւ ասեք համայնքապետին, հա Արմեն։ Հա։ Բլոգեր Արմենն է։ Մի հատ զանգեք։ Եվ իրավապահներին զանգեք։ Շատ տարօրինակ է, որ մեր Facebook-յան էջերը նստած են ու չեն տեսնում իբր թե Երևի հրահանգներ հələ չեն ստացել։ Խորոված փարթի են անում Ամիրյան փողոցի վրա։ Այսօր ԿՊ-ն իր իշխանության գալն է նշում, անուն էլ դրել է քաղաքացու ու բյուջեից ահռելի գումարներ է հատկացրել։ Հատկացնելուց սախստեղ սատակը համազգեստներ է։ Մի հատ զանգ է էլի։ Հեսա կզանգեն ես, հեսա կզանգեն, ասեք թող մի հատ տրակտոր ուղարկեն այստեղ։ Մի հատ կա հասցնենք սատակը ինչեր կա։ Ենթադրվում է, որ Արփինե Սարգսյանը ՆԳ-նախարարը դեռ հրահանգ չունի ինչ անել այս զինվորական համազգեստի հետ կապված, ինչպես արդարացնել, երևի քաշած օղիով հիմա խորոված են ուտում ու նշում են քաղաքացու օրը։ Խառն են ԿՊ-ականները, իշխանության գալու օրն են նշում։ Եվ քաղաքացիներին պատասխանելու, պարզաբանելու ձևակերպումները դեռ չեն ստացել որպես հրահանգ։ Հիմա հրապարակում են ուտում, չեք ուզում գնալ մասնակցել, հայրիկ։ Չեք ուզում գնալ մասնակցել, քաղաքացու օր են նշում, անունը դրել են քաղաքացու օր։
Ամոթել ենք անում այդ օրերը նշենք։ Ինքն ասում է պիտի նշենք, պետ բյուջեից մեր հարկերով փող է հատկացրել։ Ասֆալտի վրա խորոված է անում։ Իր իշխանության գալն է նշում, անուն էլ դրել է քաղաքացու, օրեն քաղաքացու, որին այսենց գնացել է սահմանը պահելու եւ ուղարկված օգնությունը տեղ չեն հասցրել։ Եթե պետությունը լներ, այդ 1500 դրամ պակաս թոշակները, որ ավելացեց, դա սաղին էլ հավասարաչափ կաներ։ Դա ուզում է ցույց տա, որ զինվորականները ոչնչություն են էլ այդքան բան։ Բա Մանվել Գրիգորյանին ո՞նց է տուշոնկա։ Ես Մանվել Շոուանում։ Գրիգորյանի հետ շատ եմ շփվել։ Պետք է դուրս գցեի։ Ինչի համար էր պետք հայրիկ։ Այսօրվա իրականություն, էսի Սարքովի բաները սա ինչ։ Մեր բանակը այդքան շուտ պահպող չէ։ Դե որ բանակին թիկունքից այսպես վերաբերվեն։ 2000-ից 2004 թիվը հետախուզությունը մեր է սպառազինությակից տեղակալ։ Մեր բանակի հետ ես լավ եմ ծանոթ, էսի հնարավոր չէր էսի, այս վիճակում էլ է։ Ձեր անուն ազգանուն կասեք։ Հարությունյան Վալոդյա, Պարոն Հարությունյան, երբ եք դուք բանակից դուրս եկել։ 2004-ին։ Բա մինչև 2004-ը սենց այլանդակություններ եղել են, որ զինվորի փայը տեղ չհասցնեն։ Սենց բերեն թաքուն։ Այն ամենավերջին ճղճղված շորերն էլ բերել են սահմանում, օգտագործել են, հակել են։ Բա կասկա էր ուզում տնից, դուք ձանը կասկա ունեք, ինքը կասկա էր ուզում, ասում էր բերեք տնից ձեր հետ կասկաները գնացեք կամավորագրվեք, հայրենիք պաշտպանեք։ Կասկաները սահմանում հանում գցում են, որ ծանրը ավելի շատ վնաս է տալի, քան թե օգուտ մի կասկա են ման գալի։ Դե թող գանես թաղած հողերի տակ ման գան։ Արտակ զանգում եք համայնքապետին, տեսնենք տրակտոր կհատկացնի։ Ռազմական ոստիկանության ծառայողներն են այստեղ, իրավապահներից, բայց դեռ ոստիկանությունը տեղի չի շարժում։ Փաշտյանի անվտանգության համար երևի ջանում են, որ խորոված նախորժակով ուտեն, քաշածողին խմեն։ Ասֆալտի վրա խորովածի չէ, Ամիրյանի վրա ասֆալտի։ Այն տրակտորներով, որով որ օգնությունն են թաղում, տեղ չհասած օգնությունը։ Ղեկավարին մենք ասում ենք մի հատ տրակտոր ուղարկեք, որ մի հատ էս հացը լուծենք։ Ես ասել եմ։ Ոստիկանությունները զանգենք Արմեն։ Սա ուղարկել Ամիրյան փողոց։ Հա, էսենց ինչ է, ինչ։ Թող այդքան խորոված ուտեն, հեսա։ Աջան։ Այս է ձեր խորովածը, նայեք ձեր պատկերը որն է։ Կետակ այսօր ձեր վարչապետի հետ խորոված փարթի կանեք։ Զինվորներն էլ կվերաբերվեք այսպես։ Եղած Հայրենիքը պահողներին։ սաման, չեք խրգում սաման։ Այսպես բերեք թափեք, չեք խրգում, գոնե ժողովրդին թող տային Սուզի ջան, այսպես բաներ չանեին։ Դուք մոռացել եք Արմեն, որ այն օրերին, երբ ծնողները դաշտերում ընկած իրենց զավակներն էին փնտրում, պարզվեց պարկերով, այդ երեխեքի աճյունները նեխում են Աբովյանի Դիահերձանի նկուղում, պարկերով շպրտված գետին, որի համար իդեպ ոչ մեկ պատասխան չի տվել, նախարարն այսօր առողջապահության նախարարը սրտիկներով մարդկանց սիրաշահում է, բայց մոռացել է, որ այդ ծնողները իրենց աչքով տեսան այդ ամբողջ այլանդակությունները։ Այնա, պատկերը իրանց հեսա, Սուզի ջան, նայա, ալկոգել, այս էլ սուտ չի։ Թաղած պատերազմի օգնությունը թաղած հողի տակ արտակներ երեք նկատել, արտակի էջին կարող եք փնտրել, իմ էջին կա արտակի հղումը, կարող եք փնտրել հարգելիներս եւ գտնել այդ տեսանյութը, որով ահազանգել էր, որ այստեղ ինքը զինվորական մեծ քանակի համազգեստ է նկատել, թափված եւ այդ մեծականակ համազգեստի մասին ահազանգից հետո պարզվում է գաղտագողի եկել են այսպես գիշերով, ահա տրակտորի թարմ հետքերն էլ ձեզ ապացույց։ Գիշերով եկել են եւ մեծ քանակի շորերը թաղել են հողի տակ։ Հիմա սա ոչ թե շորերն են թաղել, այլ հանցագործությունն են թաղել ու կոծկել եւ գնացել են մարդիկ քաղաքացիոր նշելու։ Իդեպ այստեղ չի իրավապահներից որևէ մեկը, ռազմական ոստիկանությունն եկել է եւ այսպես պնդումներ է անում, որ սա բանակի հետ կապ չունի։ Մենք նրանց հուշեցինք, որ ընդհանուր պնդումներ պետք չի անել։ Բանակի հետ, այո, բանակի գնումներից չեն նույնականացվում, բայց նրանք ապրանք են, որոնք բանակին են ուղարկվել փաստացի։
եկեք շորերը սաղ իրար մեջ են տվել, այսենց իրավիճակ են սակե գոնե չանեն սենց բան, գգային կհավաքեն, կտանենք անապահով ընտանիքներ կային։ Չէ, բայց պիտի պատասխան տա այդ մարդը, որ տեղ չի հասրել է սապրանքը, խնդրեմ։ Ես թղթերը պոկել եմ, սրանց մեջ ահագին բաներ կհայտնաբերենք, ինֆորմացիա եւ հիմա կբարձրացնենք, ասենք հիմա մենք կզանգենք նաեւ համապատասխան մարդկանց Արտակ դու Արմեն դու զանգեցիր համայնքապետին Փարաքարի սա Փարաքարի տարածքն է փաստորեն Փարաքար համայնքին է բանը պատկանում էս տարածքը Հա իա վարչական շրջանի մեջ է Մի հատ տրակտոր ենք ասենք խնդրենք թող մի հատ խրգինը շորերը հանենք տակից Շատ բան չենք ուզում Արմեն ներողություն Արտակ կարողա խոսենք ազատ ես Կպատմես մոտավորապես ինչ իրեր ես երեք այստեղ պատահաբար նկատել քո հողի տարածքում Հազարավոր այսինքն բուշլատներ հազարավոր կամբինիզոններ, հազարավոր վայենի ուսապարկեր եմ տեսել, ամբողջովին նոր, ես ինչ ասում եմ, սա նոր ապրանքներ Հա, հեսա, պիտակներ ինձ ցելոֆաններով ուպակով կարած 100 հատ այդ ուպակով կարած ինքը դիմակներ ուրեմն պարանոցի ֆիքսատորներ են որ մարդու վիզը ջարդվում է ֆիքսատորով իրար պատերազմի դաշտում պիտի այո այն ինչը որ պատերազմի հիմա այդ արկոգելներն է հենա տեսեք նույն ձև էլի հազարավոր որը որ մնացել է Էդ էր էլ ինչ կար այնտեղ։ Ինչ քանակի կլիներ մոտավորապես։ Ամեն ինչը մինիմում մի 1000 հատ կլինի։ Պատկերացեք այստեղ կոնկրետ պատկերացեք այստեղ 2 հատ մեծ սար։ Հա։ 2 հատ մեծ սար։ Ճիշտ եմ հասկանում, կեսը ստեղ են թաղել ձեր ահազանգից հետո կեսը տարել են այն տարածք, հա, որպեսզի նոր սրլինի չնկատեն։ Սուզի ջան, բացի էս երկուսը ընդեղել է եղել։ Հա։ Չեմ կարող ասեմ, կարող է ընդեղել է եղել, երեք չենք նկատել։ Հա, չեք նկատել։ Մենք էս երկուսն ենք տեսել, բայց որ հիմա տանելուց հետո, այս ապրանքները տանելուց հետո, որ հիմա իրանք հա, տես այդ ձև հակագազներ էլ կար։ Տանելուց հետո որ հողը ասենց շուռ են տվել իր վրա մթոմ ծածկվի, այս ամեն ինչը։ Բայց այստեղ հենց ծածկել, այդ է հենց ֆակտը, որ հենց ծածկել։ Դե հիմա ձևակերպում են։ Ցել են կորցնեն։ Տեսեք, այստեղ նաև նշումներ կա, օգնության վրա նշում։ Օրինակ ինքը ամբողջովին նոր մուշտակ է ու ինքը ուղակի հողոտ է։ Ուղակի հողոտ է, ինքը ամբողջովին նոր է, էլի։ Ասենք չի կարա որևէ մեկ ասեցի օգտագործած է եղել ու բերել է։ Մենք դիմում ենք նաև այն բոլոր մարդկանց, մեր հայրենակիցներին, ովքեր օգնություն են ուղարկել ու գուցե այստեղից մի հատ թող փորձեն հասկանալ, սա իրենց ուղարկածն է թե ոչ։ Մենք փորձենք կադրերով շատ տեսանելի անել։ Իսկ թվում է պետքա որ հասկացվի։ Վայկիկի ամեն ինչը չեմ հասկանում ինչ է։ Ու իմ կոչը այն է եղել, որ ամենաշատը իմ բորբոքում են եղել, որ կարայիք Հայաստանում ապրող, եթե զինվորներին չէիք ուղարկում, լավ տարբերակ չունեիք ուղարկելու զինվորներին, գոնե Հայաստանում ապրող շատ վատ ապրող մարդիկ կան։ Այս գիտեք իրանց ինչքան պետք կգար, շատ իրանց պետք կգար այդ վատ ապրող։ Ձեզ նայել եք ձեր նամակներում, ձեզ արձագանքողներ եղել են այս ընթացքում։ Օրինակ եղել են մարդիկ, որ ասեն, այդ մեր ապրանքն է, չէ։ Հա, դες ուրեմն իրոք հանցագործություն կա այստեղ։ Ոստիկանությունից են գրել, շատ եղելից են գրել, բայց ոչ շուտի չեմ արձագանքել։ Դե այստեղ են ռազմական աշխատողները սկզբում, եթե նկատեցի, սկզբում ոչ չգիտեին լրագրողը, պնդում էին, որ այս ռազմական բանակետ կապ չունի, հիմա էլ չեն ասում։ Հիմա համոզում եմ ասում, ասեք, որ բանակետ կապ չունի, էլ չեն ասում։ Մեր բանակի գույներին մոտ չի, դե ուրիշ երկրից քանի որ եկել է մեր բանակի։ Չէ, իրանք չեն ասում, այդ բանակինը չի ասում, ասում, բանակետ կապ ուրիշ բանի համար չէր կարա գալ։ Դու երբ հասցրել քննությամբ parzel, իսկի գործ չեք հարուցել։ Ինչա նշանակում բանակինը չի։ Դե կարող այդ խաղալիքը ստեղ զուգահեռաբար Այսպես տուփերով Երևի անապահով ընտանիքների համար։ Ինձ թվում է պետքա լիներ Այդ տուփերը Տեսեք ջան, այս տուփերից ինքը պետքա սրա մեջ լիներ, այսինքն այդ արկոգելերը, ինչ որ այդ դիմակներ, որևէ մի բաներ, այսպես փակ վերինքը, սիրուն, այո։ Էսի սենց ամբողջովին նոր տուփերով եկել է։ Նշումներ էլ չկա։ Նշում են ինքը ստեղ նշվում է, որ դեղագնում էսի, հա։ Ու ինքը սենց տուփերով սիրու պետքա գնար։ Լավ, եկեք գնանք այնտեղ փորփրենք մեր հնարավորությունների չափով, տեսնենք ինչ կա։ Բա ինչի չեն գնում ռազմականի տղերքը։ Ոնց որ թե իրենց համար parzel էին, որ բանակետ կապ չունի, բան չեն ասկան մնացել։ Խնդրեմ։ Ռազմական ոստիկանության ծառայողներն են, որոնք սկզբում պնդում էին շատ վստահ, որ սա բանակետ կապ չունի, հենց մի քիչ էլ մունատ գալով, թե բա ինչ եք։
այս անորակ ապրանքը բերում կապում բանակետ, բայց երբ որ ես սկսեցի հստակեցում պահանջել բանակետ կապ չունին, այսինքն բանակի գնումներից չի, բայց բանակ ուղարկված, բանակին ուղարկված է, իրանք արդեն խուսափեցին ավել մեկնաբանությունը տալ, սրանք էլ դոշակներ են, ահա ներքնակներ են, խնդրեմ, բայց մենք նաև կոնսերվաներ ենք այնտեղ, պահածոներ ենք գտել, այն պահածոները, որոնք Մանվել Գրիգորյանի համար դարձան ճակատագրական, ստորացուցիչ, նվաստացուցիչ, մի մարդու, որի գլխի համար միլիոններ էր տալիս Ադրբեջանը։ Բայց այս քայլող մի ավտոբուս ժողովուրդը կարողացավ հեղինակազրկել այդ մարդուն։ Այս երկրորդ տարածքն է, որտեղ հուղարկավորել են թաքուն, ծածուկ գիշեր, բերել հուղարկավորել են պատվավոր ձևով այս օգնությունը, սրանք մեր բանակի կամուֆլաժը չի, բայց ամեն դեպքում Այ բաները գցում են էսի գլխին, այն զենքերի մագազինների տեղ էլի կամ Բայց ինչի՞ չեն գնում ռազմականի տղերքը։ Էթանի չան, սա իրանք լավ էլ իմ ամեն ինչից կուրս են, որ սենց բան, առավոտ Բայց եկել այնքան են վստահ էր պնդում ամեն ինչ։ Այսպես խրգել են Սուզի ջան, որ գան առավոտ հողը սենց տան իրար վրա կորցնեն, բայց չեն մտածում, որ չկարացան ոչի բան կորցնեն։ Գիշերը պիտի հսկեիք, բայց իսու չեք մնացել հսկել արտակի հետ։ Ափսոս էր, գոնե մեգա պալիտ է եկել է, չանեիք այդպես բան, գայինք մեր ժողովրդին օգտակար կլնենք։ Պալիտ են եղել, թե չէ ով էր իրանց պատժում, որ պալիտ են եղել, իրանց մի ձեռքեն, մյուս ձեռքին։ Գոնե կգայինք կտանենք ժողովրդին օգնություն կտայինք մարդիկ Լենա գալիս տանում են, մի քանիսը եկան շորեր վերցրին այստեղից։ Թողա հենա խառնված զանգում են ստենդը արդեն։ Բա նստել են մեքենաների մեջ զանգում են։ Սկզբում տենց ակրորացած ինձ ասում են կապ չունի բանակի հետ։ Խորոված փարթի ուտեն, հեսա իրանց խորոված փարթին։ Ցույց տվին իրանց մակարդակը, իրանց վերջնական հերեսը ցույց տվին։ Հետո որ խոսում ենք Նիկոլ Ձեզ տերորիստ էին ասում։ Երբ որ ես բան էի խոսում, դու ինձ տերորիստ էիր ասում, ձվածեղով տերորիստ։ Հեսա։ Իշխանել Հիմա տերորը ինչն է, բանակի ու ժողովրդի ու Իշխանել ինձ լրացնես, ես ասել եմ, քո ստերը բացահայտելու եմ։ Դու բացահայտված դեմք ես արդեն Ադրբեջանի կողմից դրված, դու դեսպան ես տեն Արի քեզ նորից հետ չուղարկենք, էլի Դու պետքա գնաս, քո ելք չկա, դու երրորդ անգամ չես ընտրվելու։ Պետքա գնաս ու գնաս։ Խոսեցիր, ինչ ասեցին Փարաքյարի համայնքապետարանից, ուղարկում են տրակտոր, որպեսզի բացենք այս օգնությունը։ Հեսա մի հատ էլ զանգենք հեսա, Ժողովուրդ ջան, ես անջուտեմ մի հատ զանգենք համայնքի ղեկավարին Փարաքար։ Ինքը տենց հասանելի մարդ չի, հա, որ իրան երկուս եք զանգեք բնակիչներով։ Հա։ Ինչի՞ չեն գնում բացառայողները։ Արտակ։ Այդ մեզ է վերահսկում, չի չեն գնում որ։ Մի հատ անջուտեմ, հետո դորից կգնամ։ Հարցի չեմ պատասխանում։ Մի հատ գիտեք ինչ եմ ուզում, հետաքրքիր է, այն Նիկոլական, որ հիմա պատրաստվում են, որ գնան այնտեղ խորոված փարթիա, թե Ալիևը ինչի միսա ուղարկել, ամենեն դեպս։ Ես իմ բանում էջում գրել եմ, թե Ալիևը ինչի միսա ուղարկել, որ դուք հիմա Ամիրյանի վրա ուտեք, ամենեն դեպս մի հատ բան եմ ուզում հարցնել, այդ փարթի ժամանակ մարդ չկա, որ զինվոր կունենա հիմա սահմանում կանգնած, որ այս կոնկրետ այս Բաշկոններ, այս ամեն ինչը կարար ծառայեր զինվորի համար, ու հիմա այստեղ թափած է։ Նկատի ունես վիրավորվեն չգնան, այսինքն Արցախը որ նվերել տվել չեն վիրավորվել։ Ձեր Նիկոլին այդ ստուկաչին հարց չեք տալու, որ արա զիբիլը խեք, այս ապրանքը խեք զիբիլի պես բերել թափել ստե։ Խի չեք տարել տվել մեր զինվորներին։ Թող զինվորը 2 հատ ունենար, 3 հատ ուր, սա օգնություն է, որը որ ամբողջովին նոր է եղել։ Չէ, բայց Փաշինյանը տներից էր հավաքում, ասում էր տներից բերեք, այդ իշխանական կարիքը կար։ Հիմա իր կինը կարող է կասկայով է տունը մանգալի, մտածում է երևի մեր տան մեջ էլ ենք։ Դպրոցական երեխեքը հանրապետության քաղաքներում հավաքել էին օգնություն, նստել էին արկղերով, խեղճ երեխեքը հակած շորեր էին հավաքում, այդ օրերին առուփախ եղած ազգին մուրացկան դարձրեց, առոպ կաներով փողու ինչ որ կոշիկ ու կասկա էին մարդիկ ուզում։ Բայց հիմա դտես, այս մարդիկ բերել են չօգտագործված ապրանքը։ Ադյալա։ Այս հենց ադյալներ ա եղել մեջը լցրած։ Այն անդեղ էլ այդ ադյալներից կա։ Եկեք հենց չփորփրենք, էլի քանդենք, հա։ Այս ադյալները պետք չէր գա ուրեմն զինվորին։ Թող այդ զինվորների Չէ, բայց ինքը տենց ապահովել էր, որ պետք չէ։ Զինվորների մայրերը, որ հենց հիմա այդտեղ
բանը խորոված են ուտելու, թող իրանք մի հատ հարց տան ասեն, լավ, հասկացանք, մեր զինվորները, եթե դուք ասում եք ամեն ինչ ունեն, հարց չկա։ Բա ուրեմն էսի որ տանեիր, ուրեմն մեր զինվորին տայիր, Կխռով էր զինվորը, չէ՞։ զինվորը ասելու է խես ինձ 2 հատ տալիս։ Չէ, զինվորը չի ասի 2 հատ խես ինձ տալիս։ Ուղղակի ավելի տաք կլինի, ավելի իր փոխնոր շահակուստ կունենա։ Բաբր դուք բոլոր հարցերի պատասխաններն ունեք, ինչի՞ չեք գնում, հարգելի ծառայողներ։ Հա? Դուք ձեր համար պարզեցիք, որ սա կապ չունի բանակի հետ, բա ինչի՞ չեք գնում, ինչի եք այստեղ սպասում։ Հա? Ես լրագրող եմ, կգնամ այն ժամանակ, երբ որ տրակտորով կքանդեն ու կտեսնեմ մնացած ապրանքները։ Շատ բարի, ձեր աշխատանքը։ Իսկ ես մի օրում այդքան արագ հայտնի դարձա, որ այս ապրանքը բանակի հետ կապ չունի, հարգելի ծառայող։ Այդքան վստահ պնդում եք, բայց հիմա հրաժարվում եք այդ նույն պնդումներից։ Կարող է գաք ուժի տանք մի հատ քանդենք այս բաները։ Հա? Դուք ծառայող չեք։ Վերջը քաղաքացի եք, եկեք իրար հետ քանդենք, ես էլ եմ աղջիկ հալովս պատրաստ քանդելու։ Կգաք միասին քանդենք։ Հարգելի ծառայող, կգաք միասին գնանք քանդենք։ Ինչպես։ Ոչ, Ինչի, բայկի գնանք հələ պարզենք։ մի նկարեք։ Դուք այդքան վստահ եք, որ սա բանակի հետ կապ չունի։ Այդ մեր ամոթն այնտեղ թաքնված, եկեք գնանք քանդենք հələ հանենք։ Դες էլ չեմ պնդում, որ բանակի հետ կապ չունի։ Ոնց է փոշմանել իր պնդումների համար։ Ու չել գնում են, այ զանգերի մեջ են, դեղ երևի ասում են տեղ դրանց հանեք տեղից, չգիտեն ոնց հիմնավորեն, թե ազատ դաշտի միջից ոնց պիտի մեզ անեն։ Արի Արմեն հələ քանդենք, ես էլ քեզ օգնեմ։ Այս պիտակները պահեք, խնդրեմ հարգելի քաղաքացիներ, պիտակներ են լրիվ նոր, սրանք էս հագուստների աջալների վրայից են քանել։ Արմենն աջիկյան։ Մենք նույն տարածքում ենք դեռ, ինչքան համառություն ունի ռազմական ոստիկանություն, նույնքան մենք, բայց ընդգծեմ, որ որևէ ոստիկան դեռ չի եկել պարզելու եւ քնչականից մարդիկ չկան, այն որ ներխուժում են զոհվածի ընտանիքի տուն, այդ խիզախ խրող տղերքը չկան, էլի հիմա հասկանալու թե իրանց ընկերների, իրանց հայրենակիցների հագուստները ով ասենց օգնությունը, ով ասենց թաղել եւ ում օգնությունն է որտեղ չի հասել։ Զանգել են համայնքապետին, որպեսզի ուղարկի տրակտոր։ Զինվորական սանցերի օգնություն, հեսա կամերան բացեմ տես։ Արի տենց հստակ թվեր մի ասա, էլի մարդը չբռնեն քեզ հիմա տանեն դատեն դրա համար։ Հնարավոր է տրակտոր էս հողը փորենք, բանը բրթեին էսան էս համազգեստները տակից սաղ հանեինք, էլի։ Դերել են, բրթել են իրար վրա, խառնել են, չենք իմանում, վերով չենք կարում այդքան հանենք, էլի։ Հա, էլի մեղվեմ կեզ մի հատ կազմակերպենք, այս հողը քաշենք էսյան, այս համազգեստերը հանենք։ Ինչքան ժամանակ ես կկարողանան մեքենա ուղարկեն։ Հեսա մի հատ խոսան։ Բայց որ ուզենք մենք էլ կքանդենք։ Չենք կարա այդքան խոմ բուլդուզեր չենք մենք։ Չէ, այսպես բլուրները կարանք։ Մի հատ որտեղ լապատկա է պետք, կամ գյուղի ժողովուրդը խնդրենք արևաշատի ժողովուրդը թող մի մարդու նման գանստե է, էսի մեր պարծանքն է, մաքրենք, հանենք էսի ստուց, հետո կհասկնանք ինչ ենք անում։ Հələ դու տես քանի հոգու են սրանով վիավորել ու ինչ մի քանի հանցագործություն էլի։ Օգնությունը ստացել են, տեղ չեն հասցրել։ Թաքցրել են, չեն պատժել նրան, ով որ թաքցրել է։ Հետո բերել են սենց առհամարանքով թաղել են այդ օգնությունը, իրանց կարծիքով մի տալ դատեղ, այն էլ բախտները չի բերել։ Ես գիտես ինչ եմ Արտակի հողի գլխին են թաղել, արտակն է բացահայտել, հա։ Ես մի հատ իմ մեջ միտք առաջացել, ես ինչ եմ մտածում, եսի խեն սենց արե։ Այս իշխանությունը քանի որ չի ընտրվելու, չի անցնելու, իրանց պակա են կանելու։ Պայեստը չմնալու համար, որ հաջորդ իշխանությունը որ գա, որ ասի ես ինչ եք արել, ասում եք չկա պոստեր չեք խրգում։ Դրա համար միջև ընտրություն ուզեցել են վերացնեն։ Այսինքն Վերացնեն իրանց հետքերը։ Հիմա ինչքան կեղտոտ հետքեր կա, ուզում են իրանք վերացնեն, որ եկուս կարանան։
Այդքանը ո՞նց կվերացնեն Արմեն ջան, այս ինչ միամիտ բաներ ես Իմ ասում։ կարծիքը, ես ասեմ։ Հա, այդքանը կարան վերացնեն։ Էսա։ Դոյտան խորոված փարթի ուտելու է։ Հա, բայց հետաքրքիր է, որ այսքանից հետո մի հատ ոստիկան չի գալիս, է։ Էդ է հետաքրքիր է, հա, խնդրեմ սա։ Հա, իդեպ մի հատ լավա ոստիկան ասեցին։ Մի հատ կարևոր բան ասեմ։ Աջալներ են։ Հոկտեմբերյանի հետ կապված։ Կանսերվաներ, խնդրեմ։ Հա։ Ասա, Արմեն ջան։ Բան են արել։ Երեք հոկտեմբերանից զանգում են ինձի, ասում են վուլկանիզացիան է, մարդը հարկամուծում, ոնց պետք է, նորմալ աշխատում է։ Ավտոները կանգնած, հոկտեմբերանի պարետները գնացել են ամեն մեկի վրա 20,000 դրամ ակտ են գրել, ասում է մայթը փակել է գործ եք անում։ Այս 20 տարի այդ մարդիկ այդտեղ աշխատում են։ Այդ ոնց է լավ հիմա մայթ եք փակի արդեն։ Ու նույն հաջողությամբ դա կարող է խանութ լիներ։ Ավտոն գալիս է պարկովկա է անում, մտնում է խանութ։ Ոնց եք գնում այդ մարդու վրա ակտ եք գրում։ Իրանք լրատվամիջոց էին ուզում բանել, պրոստը վախի մթնոլորտ են ուզում սարքեն ժողովրդին, ինչ են ուզում անեն։ Սրանք այդ օգնության իրերն են, իդեպ մի քանի գյուղացի մոտեցավ եւ ինչ որ մի քանի բան տարա, որպեսզի օգտագործի ու շատ լավ արեցին, որ տարան։ Սրանք կոմբինեզոններ զինվորների համար ուղարկված։ Խնդրեմ։ Հարգելիներս, ես երևի անջատեմ նաև իմ հեռախոսի էներգիան խնայելու համար, մինչև ռազմականներ ոնց որ թե զանգեր անում, ես ռազմական ոստիկանության մեքենաներն են զանգեր են անում։ Հավանաբար դրանք էլ են ինչ-որ մեկին կանչում կամ մարդկանց կանչում կամ մեզ տեղից հանելու ալիբի են մտածում։ Իսկ Արմենը, Արտակը զանգեցին Փարաքարի համայնքապետարան, քանի որ այս գյուղը Փարաքարի վարչական շրջանի տարածքն է, զանգեցին համայնքապետին եւ խնդրեցին տրակտոր ուղարկի, որպեսզի քանդեն եւ դուրս բերեն երեք այստեղ թափված, դատարկված զինվորական համազգեստը, որը Արտակի ահազանգից հետո գիշերը ծածուկ բերել են էքսկավատորով թաղել են, որ չերևա, հետքերը ծածկեն։ Հիմա մենք սպասենք մեքենան մինչև կմոտենա, ես էլ այս ընթացքում հեռախոսս կխնայեմ, ռազմականի տղերքը կհասկանան կում են բերում, եթե իրավիճակ փոխվի։ Ինչ։ Նա զանգենք տեսնենք երբ կուղարկեն այդ մեքենան։ Նկատենք, որ ահազանգից արդեն 10-12 ժամ է անցել, որևէ ոստիկան չի հայտնվել տարածքում, մինչև հիմա բացատրություն էլ երևի թե չկա։ Դե որովհետև Փաշինյանի եւ նրա ընտանիքի թիկունքը պահելով խորոված են անում ասֆալտների վրա եւ բյուջեի հաշվին իրենց իշխանության գալու օրն են նշում, չհարցնելով թե քանի հոգի է ուրախ կամ դժբախտ իրենց իշխանության գալու առիթով։ Համենայն դեպս մեզ չհարցնելով այդ մարդիկ բյուջեից փողեր են պոկում արդեն քանի տարի եւ փարթիներ են անում։ Այս տարի էլ ավելի ցոփու շվայ ծախսեր են արել, որովհետեւ նախընտրական շրջան է, իսկ դուք լավ եք հասկանում, սքորը պիտի իրանք անպայման ծածկեն, քողարկեն, փոշիացնեն այդ թեմաները, այդ ապրումները, այդ պատմական դառը ճշմարտությունը պիտի քողարկեն իրենց ուտուշ խմուշների գրեհիկ տեսարաններով։ Ինչ անում են մարդը քանդում, ալա գնանք տեսնենք ինչ է գտնում։ Ոնց հասկացա։ Գյուղի ժողովուրդներն եկել են քանդում են հենց տեսնեն։ Այս ռազմականի տղերքն էլ համառորեն չեն գնում։ Իրանք պաչիմուտը հարց ու պատասխան չունեին, իրենց համար պարզ էր ամեն ինչ, բայց չեն հեռանում տարածքից, ասում էին բանակի հետ կապ չունի։ Չմանրամասնելով թե երբ են հասցրել պարզ են։ Հա գտակ ինչ որ բան էլի, չէ։ Բայց վեշավո երեք շոտ է եղել, ինձ թվում է տարել են։ Հա, չէ, հարց չկա։ Բայց ասում էի շատ է եղել վեշավոյ։ Կեսը երևի տարել են։ Ես անջատեմ
հեռախոսը, հետո նորից կմիանամ, երբ որ այստեղ ինչ որ իրավիճակ փոխվի։ Ամենայն դեպս նշան, որ սպասում ենք Փարաքարի համայնքապետի մեքենա ուղարկելուն, էքսկավատոր ուղարկելուն։ Այն մարդը, որ հայտնաբերել է զինվորներին ուղարկված օգնության ահռելի պաշարը, որ այստեղ թափված է եղել երեկ ու անհետացրել են թաղելով այդ իրերը։